Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնը լսելի է, ես Լուսինե Մուրադյան եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել մուտք գործեք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ։ Երբևէ մտածել եք, ինչու ենք մենք ավելի շատ ապրում, քան մեր օրինակ նախնիները։ Ինչպես է ստացվել, որ կյանքը երկարել է։ Ինչու են մեր երեխաները մեծանում ավելի առողջ, հաղթահարում բազմաթիվ հիվանդություններ, որոնք մեկ դար առաջ նաև մահացու էին համարվում։ Հենց այսօր մենք փորձելու ենք միասին պարզաբանել եւ խոսել մի պարզ ճշմարտության մասին։ Ինչպես է, որ դա այդպես է տեղի ունեցել, կանխարգելումից է սկսվում առողջությունը։ Այսօր կխոսենք պատվաստումների մասին, ավելի շուտ կխոսենք մեր պատանիների ու երիտասարդների իմացության մասին, ինչպես են նրանք ընկալում այդ պատվաստումները եւ արդյոք պատկերացնում են ամբողջական մեր իմուն համակարգը։ Եվ այսպես, այսօրվա իմ զրուցակիցներն են, նախ եւ առաջ ներկայացնեմ իմ կողքի նստած պատանուն, տակավին երիտասարդ Վարդանանց ասպետներ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մակար Մնացականյան, ողջույն Մակար։ Եվ ներկայացնեմ իմ մյուս զրուցակիցներին նույն դպրոցի կենսաբանության եւ առողջ ապրելակերպի ուսուցչուհի Լիլիթ Կարապետյան, ողջույն։ Եվ Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս Նիազյան Լյուդմիլային, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սա առաջին դեպքը չէ, որ մեր ստուդիայում հավաքվում ենք եւ փորձում խոսել իմուն բարեք նախագծի մասին եւ մենք արդեն գիտենք, որ այս նախագիծը կարծես թե մեծ հաջողություններ է գրանցել, նույնիսկ նախնական ձեր սպասումները գերազանցել է, ճիշտ եմ թե ոչ, ճիշտ եմ հիշում։ Նշանակ, այո։ Իմուն բարեկի հետ կապված ուղղակի որպես դասավանդող ուսուցիչ կարող եմ ասել, այո, դուք շատ ճիշտ նկատեցիք, հարգելի Լուսինե, որ այս նախագիծը մեր սպասելիքները գերազանցել է այն առումով, որ ներգրավվածությունը այնքան լայն է եղել իր շրջանակներով, որ այսօր այն իմուն բարեկը հայտնվել է դպրոցական, պետական ծրագրում, այսինքն 8-րդ դասարանի դասագրքում կենսաբանություն առարկայից, ինչպես նաև առողջ ապրելակերպ առարկայի պարտադիր դասընթացի ընդհանուր պետական ծրագրում է հայտնվել, ինչի համար ես շնորհավորում եմ բոլոր դասավանդողներին, նրանց գործն է հեշտացել։ Շնորհավորում ենք ձեզ նաև եւ երեխաների եւ ինչու՞ չէ նաև մեծահասակների համար հասանելի ու մատչելի հարթակ ավելացել է, որտեղ նրանք կարող են ծանոթանալ սեփական օրգանիզմին, կանխարգելմանը տարբեր հիվանդություններին, վարակիչ հիվանդությունների կառավարման պրոցեսներին եւ այլն։ Այստեղ կարող ենք ասել, որ ծրագրի հաջողության գրավականը նաև մեթոդաբանության յուրատեսակ մոտեցումներ, հաշվի առնելով, որ ավելի պրակտիկ կարծես թե դասընթացներ են եւ ավելի տեսականորեն, այսպես ներկայացվում է, ավելի մատչելի է դարձնում, դասագրքայինից մի քիչ եկել ենք այս կողմ։ Արդյոք կարող ենք ասել, որ հաջողության։ Այո, հենց այդպես էլ կա, պետք է շատ ուրախ լինենք, որ Տիկին Նիազյանի 2-3 տարի առաջ Տիկին Նիազյանի համառ ջանքերով այս ծրագիրը որպես պիլոտային նախագիծ ներդրվեց Հայաստանում եւ հատակ հիմնավորվեց եւ ունեցավ հաջողություններ ու այսօր հայաստանյան փորձը եվրոպական տարբեր երկրներ առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցող իրենք էլ մենք մեր փորձով կիսվում ենք նրանց հետ, նրանց դպրոցներում եւս նախագիծ իրականացվում է, շատ հետաքրքիր արդյունքներ է ունենում եւ ծրագրի վերջն արդյունքը եղել է իմունականխարգելման շաբաթվա հայտնի միջոցառումը, որ տեղի ունեցավ եւ կարծես թե նշանավորվեց ծրագրի հաջողությունը այդ ժամանակ։ Այս տարի եւս նույն ծրագրի շրջանակներում իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակներում արդեն ավելի ուրիշ մակարդակի վրա, երբ երեխաները եւ ուսանողները համատեղ ներկայացրեցին կրկին Տիկին Նիազյանի կազմակերպած շատ հետաքրքիր արվեստի եւ առողջապահության միքսից բաղկացած ծրագրի շրջանակներում եւ նորից խոսեցին իմունիտետի, իմունիզացիայի մասին։ Ինձ բախտ է վիճակվել միջոցառումներից մեկին ներկա գտնվել, այո, հրաշալի էր։ Տիկին Նիազյան, փաստորեն ձեր համառ ջանքերի շնորհիվ է, որ ծրագիրը կյանքի կոչվեց եւ որքան հասկանում եմ, եվրոպական շատ երկրներ նաեւ մեր փորձն են փոխան, այսպես ասած, վերցնում։
Սա այն եզակի դեպքերից է, երբ մենք չենք վերցնում, այլ իրենք են վերցնում մեզնից։ Այո, մի շարք երկրներում, ուրեմն մեր մենթոր ուսուցիչները Լիլիթ Կարապետյանը եւ Արփինե Հարությունյանը եւս ինձ հետ միասին մասնակցել են։ Մենք հերավար հարթակով, տրեյնինգներ ենք իրականացրել նաեւ այլ երկրների ուսուցիչներին եւ շատ բարեհաջող ներդրվել է այդ դպրոցներում Իմոն Բարեկ ծրագիրը եւ ես հիլիահույս եմ, որ Հայաստանում այն շարունակական ընթացք կունենա եւ ինչպես Լիլիթը նշեց, շատ հպարտ եւ ուրախ ենք, որ այդ ծրագիրը ներդրվել է արդեն հիմնական ուսումնական ծրագրում 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքերում եւ բոլոր երեխաները ամբողջ հանրապետությունում հնարավորություն կունենան օգտվել այդ ծրագրից եւ հաշվի առնելով, ինչպես դուք նշեցիք, մեթոդաբանությունը, հաշվի առնելով, որ երեխաները այսօր մեր թվային դարի երեխաներ են եւ այդ ծրագիրը խաղերի վրա հիմնված, հարթակ է եւ երեխաները վիզուալիզացիա ամբողջական վիզուալիզացիա ունեն իմունային համակարգի աշխատանքի եւ յուրաքանչյուր բջջի աշխատանքի, ինչպես նաեւ պատվաստանյութերի մշակման փուլերի մասին, այդ ամենը շատ վաղ տարիքում ճիշտ պատկերացում է ստեղծում երեխայի մոտ վաղ տարիքից եւ կուզեմ նշեմ, որ բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքների արդյունքներ փաստում են, որ միայն բարձրագույն կրթություն ունենալը շատ քիչ է մեծահասակ տարիքում անձի կողմից գիտահեն, ճիշտ ապացուցահեն որոշում կայացնելու իր առողջության վերաբերյալ որևէ քայլ կատարելու համար եւ այս առումով առողջապահական գրագիտությունը խրախուսելու վաղ տարիքից աշակերտների շրջանում դպրոցներից մենք կարևորացինք այս ծրագիրը եւ կրկին նշեմ, որ լիահույս եմ, որ մեր բոլոր սերունդները, ինչպես օրինակ Մակարը ներկայացուցիչ է այս տարի արդեն նոր կոհորտի Իմոն Բարեկ ծրագրի ուսուցանման եւ ներկայացնելու նաեւ իր սեփական հետազոտական աշխատանքները, որի արդյունքները ինքը կիսեց Երևանի Պետական Բժշկական Համալսարանում գիտաժողովի ժամանակ մեր ուսանողների հետ եւ իրականացրեցինք շատ հետաքրքիր վիկտորինա եւ մեր աշակերտները արդեն իրենք էին ուղում տարբեր հետաքրքիր հարցեր մեր ուսանողներին, ինչպես նաեւ երիտասարդ բժիշկներին եւ մասնակցեցին նաեւ շատ հետաքրքիր առողջության պահպանման արվեստը, այսպիսի հետաքրքիր նկարչական մրցույթին։ Այսինքն ստացվում է, որ այսպես ասած մեթոդաբանությունը իր մեջ ներառում է նաև հետաքրքիր ոգեշնչման տարատեսակ աղբյուրներ, հաշվի առնենք նաև փաստորեն ոչ միայն դպրոցում են տեղի ունենում հետազոտական աշխատանքներ եւ որոշակի նախապատրաստական փուլեր, այլև նրանք հնարավորություն են ունենում ապագա բժիշկների հետ շփվել, փորձի փոխանակում անել։ Մակար, ուզում եմ հասկանալ նախ առաջ ինչ քեզ տվեց Իմոն Բարեկը, ինչ պատկերացում ունեիր մեր առողջության մարդու մասին եւ ինչ պատկերացում ունես հիմա, ինչ է փոխվել։ Նախ սկսեմ նրանից, որ միայն ինձ չի տվել այդ գիտելիքը եւ Իմոն Բարեկը կրթում է մեզ նոր սերնդին։ Դե հիմա դու ես այստեղ իրենց անունից ես ասում։ Ամեն դեպքում ես ուզում եմ նշեմ, որ Իմոն Բարեկի շնորհիվ հիմա որ ամեն ինչ գնում է դեպի այդ տեխնոլոգիաները, զարգացումը, Իմոն Բարեկը թույլ է տալիս, որ մենք ոչ թե գրքերի կամ ուղղակի ինչ-որ անհետաքրքիր տես նստենք կարդանք, այլ հնարավորություն տալիս վիզուալիզացնել այդ ամեն ինչը եւ ավելի հետաքրքրացնում այդ ոլորտը։ Ամեն դեպքում ուզում շեշտեմ, որ այն ժամանակ ինչ ես կարծում եի թե մեր օրգանիզմի մասին, թե առհասարակ ոնց որ մարդու մասին, ամեն ինչը փոփոխվեց, երբ որ նայեցի նույնիսկ մի քանի մոդուլ, ոչ բոլոր նույնիսկ, առաջին 2 մոդուլից հետո միանգամից կարծիքդ փոփոխում ես, ամեն դեպքում գիտելիք է եւ դա շատ կարեւոր է մեզ եւ մեր նոր սերնդի համար։ Այ հիմա ուզում եմ հասկանալ, ենթադրենք հիվանդանում ես, մրսել ես կամ հարբուխով ես վարակվել։ Քո վարքագիծը ինչպիսին է։ Նախկինում վստահ եմ այլ էր, հիմա այլ է։ Արդեն սկսում ես մտածել, թե իմունիտետդ ինչպես է աշխատում, չէ՞։ Հիմա նույնիսկ ամենափոքր բանի ժամանակ, ոնց որ ցավ եմ զգում, ես միանգամից հիշում եմ, թե ինչ գիտելիքներ ես ունեմ այդ ոլորտից, հիշում եմ, թե ինչպես աշխատում թե իմ օրգանիզմը, թե իմ իմունիտետը եւ մենակ ես կարծում եմ, որ
հենց դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ավելի շուտ լավանալ եւ առողջությունը ավելի ամուր պահել։ Օրինակ, եթե այն ժամանակ ես կհիվանդանայի, կմտածեի կգնամ մի երկու դեղ կառնեմ կխմեմ, արդեն միանգամից հասկանում թե ինչի է դա տեղի ունենում եւ հնարավորություն եմ ունենում ինքս փորձել, մի հատ հասկանալ, վերամշակել այդ ամեն ինչը եւ փորձել բուժել ինձ, էլի այդպես։ Այն մեր տարածված ընտանեկան մեթոդներ են, որ շատ տաք թեյ պիտի խմես անդադար, այդ բարձվում է, որ այդ տաք թեյը չի կարելի, չէ՞ կոկորտին։ Դե հա, արդեն Տանեցիներին ուղում ես։ Ահա, դե անպայման, որովհետև ինքնա, այսպես ասած, չգիտեմ ինչքան կարող սխալ ինչի, ինքնաբուժություն, այսպես նշեմ, դա որով մասով սխալ է։ Իհարկե, հա, տանը, երբ որ փորձում ես քեզ լավ պայել եւ առողջ պայել, դա ճիշտ է, բայց երբ որ ինքդ քեզ նշանակում ես դեղեր կամ ինչ որ թե ես խմում տված հակաբիոտիկներ չես խմում, չէ՞, երբ ուղղակի հիվանդ ես։ Հա, շատ կարևոր է, որովհետև մենք գիտենք տարածված մի սխալ ծնողները, որ շուտ լավանան եւ շուտ արդյունք, մի անգամից երեխաներին հակաբիոտիկներ են տալիս, ինչը կտրականապես սխալ է, նույնիսկ դա ես գիտեմ։ Այս տան հարցերը իզուր չտվեցի, ուզում եմ հասկանալ բնականաբար երեխաների այս գիտելիքները ինքնաբերաբար տեղափոխվում են տուն։ Ընտանիքների արձագանքներն ինչպիսին են։ Ընտանիքների արձագանքն է հենց որ երևի նաև նպաստել է որ այս ծրագիրը այսքան մեծ ծավալներ եւ հաջողություն ունենա, որովհետեւ երեխաները տուն են գնում իրենց գիտելիքներով հատկապես պատվաստումների հետ կապված, որովհետև ինչու եմ ես շեշտը դնում այս փաստի վրա, որովհետև մենք հետ կովիդյան ժամանակահատվածում շատ տարբեր սխալ ինֆորմացիաների բախվեցինք, որի արդյունքում անգամ կրթված հասարակության, անգամ գիտակ հասարակության շրջանակներում այսպես տարակուսանքներ ծնվեցին։ Ես էլ ունեի տարակուսանք։ Բոլորս երևի թե մի պահ ունեցել ենք, չնայած ոչ ես այդքան չէ, բայց շատերը գուցե ունեցել են։ Մտավախությունն այն էր, որ այդ պատվաստանյութերը ուղակի ժամանակի սղության պատճառով չէին անցել ժամանակային փորձառությունը։ Այո, զուտ։ այո։ Թե չէ խելոք լսում եմ իմ բոլոր հյուրերին, երբ գալիս են տեղեկություններ են Շատ փոխանցում։ գիտակ ձևով է մեկնաբանում Լուսնե ջան, այո, դա անհանգստություն է, բայց կյանքը ցույց տվեց, որ փաստորեն պանդեմիան կանգնեց եւ այսօր այդ սարսափելի վտանգը, որ մարդկության առջև կանգնած էր, պատվաստանյութերի շնորհիվ բավականին լուրջ ձևով կանխվեց։ Մոռանանք, որ բազմաթիվ հիվանդություններ հիմա այս մեր իրականության մեջ գոյություն չունեն հենց զուտ պատվաստանյութերի շնորհիվ։ Ճիշտ չեմ, Տիկին Նիազյան։ Կարմերուկը դրա մեջ մտնում էր։ Այո, եւ եւս մեկ անգամ օգտվելով առիթից եւ նշեցինք անցյալ շաբաթ հատուկ մեր երիտասարդներին հավաքեցինք եւ իրենց միջոցով այսպիսի նպատակառաքելություն ունեինք, որ հանրությանս եւս մեկ անգամ կրթենք եւ հենց երիտասարդները որպես առողջապահական դեսպաններ կիրառելով այդ հնարավորությունը եւս մեկ զարկ հասցնել, հա, հանրության գիտակցությանը, որ բժշկա գիտության, բիոտեխնոլոգիայի լավագույն նվաճումն է, դա պատվաստանյութներ եւ վերջին 50 տարիների ընթացքում գրեթե շուրջ 154 միլիոն կյանքեր են փրկվել, յուրաքանչյուր րոպեում 6 կյանք։ Այո, եւ դրա գերակշռող մասը մոտ 100 միլիոնը դա վերաբերում է նորածիններին, հա, նորածինների փրկված կյանքերին։ Ոստի կարծում եմ այն համացանցը, որ մենք ստեղծել ենք երիտասարդները հանուն առողջության, որ իր մեջ ներառում է եւ ուսանողներին, եւ աշակերտներին, եւ իրենք տարեց տարի կրթվում են բազմաթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում եւ այս նոր ծրագրի թվինինգային ծրագիրը, որ անցյալ տարվանից արդեն սկսեցինք բուխ եւ դպրոցներ, կարծում եմ մենք ունենանք գիտակ երիտասարդներ, գիտակ ծնողներ, ովքեր իրավասու կլինեն, ապացուցահեն, գիտահեն որոշումներ կայացնեն թե իրենց առողջության համար, թե իրենց երեխաների, կիրառելով իրենց գիտելիքները, կատարելու, կրկին նշեմ, ինքնուրույն տեղեկացված որոշում իրենց առողջության համար։ Արդեն պարզ դարձավ էլի ինչպես է երեխան մոտենում սեփական առողջությանը, փաստորեն որոշ ժամանակ անց մենք կունենանք ավելի տեղեկացված հասարակություն։ Այո։ Եւ մեր ամբողջ հույսը դա է, գիտակ, կրթված հասարակություն։ որ չկարդանք։ Դուք չգիտեք, թե այսպիսի վերնագրերով հոդվածներ եւ չընդունենք դրանք որպես գիտություն։ Այո։
Մակարը շատ հետաքրքիր անակնկալ մատուցեց բոլորիս համար, անակնկալ էր ոչ միայն ինձ համար որպես դասավանդող ուսուցիչ, Տիկին Նիազյանի համար երևի որպես ծրագրի ղեկավարի եւ նույնիսկ շատ հաճելի անակնկալ էր ուսանողների եւ դասախոսական կազմի համար։ Ես անպայման ուզում եմ ձեր թույլտվությամբ Լուսնե ջան Մակարը խոսի իր պատրաստած կայքի մասին։ Նա գործող կայք է պատրաստել, որի մասին ուզում եմ պատմի։ Խնդրում եմ ասա, թե ինչ կայք է այն։ Նախ ես երբ որ լսեցի, որ հնարավորություն կունենամ մասնակցել մի հրաշալի ծրագրի մոմ Պարեկի եւ ցույց տալ իմ աշխատանքը Երևանի պետական բժշկական համալսարանում, ես հասկացա, որ այդ այսպես ասած հնարավորությունը չարժի կորցնել եւ որոշեցի ստեղծեմ իմ սեփական կայքը։ Կասես հասցեն։ COVID-19 այնտեղ sense ինքը մի քիչ երկար է, էլի։ Հիմա գրենք։ COVID-19 Հիմա կտամ, բայց Մակար արի այսպես անենք, որպեսզի շատ հետևորդներ ունենաս, եթերից անմիջապես հետո մեր ուղիղ եթերի լայվի կոմենտներ հատվածում կգրես հղումը կտեղադրես, հա։ Տես ինչ անում եմ, քո կայքի առաջ խաղացմանն եմ նպաստում։ Տեսնում ես ինչ լավ է։ Լավ, պատմիր։ Հիմա չեմ գտնի, հետո կգտնես։ Նախ շեշտեմ, որ կայքը ես ստեղծել եմ մոտ տենց մի շաբաթվա, երկու շաբաթվա ընթացքում, մտածել եմ ամեն մի մանրուք, որպեսզի ոչ միայն տեղեկատվությունը հստակ եւ ճիշտ լինի, դա իհարկե առաջնայինն էր իմ համար, այլ նաեւ շատ կարեւոր էր ինձ համար, որ տեսքը, ինչպես ասում են անգլերեն դիզայն բառը, հենց իմ համար շատ կարեւոր էր, որ մարդ երբ որ տեսնի, իրան հետաքրքրի։ Մատչելի է։ Այո, իմ դուրը հենց ինչով էր գալիս իմ Պարեկը, իր այսպես ասած տեսքով, որ շատ գրավիչ էր, հետաքրքիր եւ որոշեցի ինչ որ չափով հենց իրենց տեսքին մոտեցնեմ։ Կայքը ունի իհարկե իր բաժինները եւ ամեն օր կայքը թարմանում է, սկսած ախտանիշներ բաժնից, ավարտելով թեստից, որը բաղկացած է 5 հարցից, պատասխանելով ամեն մեկին, պետք է իհարկե պատասխանենք ճիշտը եւ չփորձենք կայքին խաբել, որպեսզի մեզ ճիշտ պատասխան տա։ Ընդհանուր 5 հարց է, նշելով բոլոր պատասխանները ոնց ճիշտ է իրականությունն է, նա ձեզ կպատասխանի թե ինչ այսպես ասած կասկածներ կան թե չկան։ Իհարկե այդ ամեն ինչը այսպես ասած ես ստեղծելուց մտածել եմ, որ մարդիկ կասկածեն, որ դա սխալ կարող է լինի, այդ նպատակով ես միշտ գրում եմ, որ այդ տվյալները, որ երբ որ թեստը անցնում են, որ պետք է նաև խորհրդակցել բժշկի հետ եւ ոչ մի ինքնուրույն բաներ չանել, ուղղակի կայքը տալիս է հնարավորություն հասկանալ արդյոք այդ կասկածնեկան ուղղակի անհանգստանալու կարիք կա թե ոչ։ Ես կարծում եմ, որ երբեք կայքը ես տենց խոսում եմ, որ ձեռք չի, նա միշտ գործիք է, որովհետև այսպես ասած ձեռքը մեծ ասված է, որովհետև հենց կայքը ինքը ոչ մի բան sense չի կարող, նա գործիք է, որը մենք կարող ենք կամ ճիշտ օգտագործել կամ սխալ օգտագործել։ Շարունակեմ, կայքում նաև կա արհեստական ինտելեկտ, այն անվանել եմ Covidic։ Covidic-ն է այնտեղ, հա։ Այո, Covidic-ի հետ կարող եք շփվել, այնտեղ հատուկ ոնց որ այսպես ասած տեղ կա, որ սեղմում եք շփվել Covidic-ի հետ, այն կցված է արհեստական ինտելեկտին եւ պատասխանում է տարբեր հարցերի, այնտեղ sense ասած 4 պատրաստված հարց կա, որ իզուր չտպեք, միանգամից ուղարկեք։ Հարցից մեկն օրինակ ախտանիշները, թե ինչքան մարդ է վարակվել, ինչքան է պատվաստվել, վիճակագրություն եւս կա, չէ՞, քո կայքում։ Եվ ամենալավը այն էր, որ այն անընդհատ թարմանում է։ Դու ես թարմացնում։ Տարբեր, լինում է ես եմ թարմացնում, նաեւ ինքը համացանցից կարող է ստանալ այդ Մակար ջան, ինֆորմացիան։ Բժիշկ ես դառնալու։ Ցանկանում եմ բժիշկ դառնալ, որպեսզի ինչ ուրիշ։ Հետո որպեսզի ես կարողանամ մեր այսպես ասած նոր սերունդին ցույց տամ, որ բժիշկը իմ կարծիքով ոչ միայն կյանքեր է փրկում եւ ոչ միայն հենց բժիշկը կարող է կյանք փրկել, եթե դու նույնիսկ բժիշկ չես, դու ինքդ քո կյանքը կարող ես փրկել, ստանալով ճիշտ գիտելիքներ, որովհետեւ մարդիկ կան, որ ինչքան էլ հասկանում են, որ սա վատ է, սա չի կարելի, մեկը դա անում է եւ նույնիսկ ոչ մի բժիշկ չի օգնի այդպիսի մարդկանց։ Մենք ենք մեր բժիշկը ամեն դեպքում, որովհետեւ գիտելիքով։ Այո, ինչքան մեր գիտելիքը շատ լինի, այդքան մենք հնարավորություն կունենանք։ Ես հուսամ դու նաև կկարողանաս կոտրել մի կարևոր կարծրատիպ։ Հարևան Վարդուշ տատիկի հորեղբոր կինը բուժվել էր այսինչ տեղով, դու էլ խմի կանցնի։ Կկարողանաս չէ ամեն ինչ անես, որ այդ կարծրատիպն էլ կոտրես։ Նույնիսկ այսպես ասած մի նախադասությամբ կարելի այդ կարծրատիպը կոտրել, քո օրգանիզմը հարևանի օրգանիզմը չի։
Ես հիացած եմ ուղակի, իսկապես հիացած եմ։ Այնտեղ պատվաստանյութերի բաժին էլ կա, այո։ որտեղ շատ հետաքրքիր ձևով ներկայացվում է եւ պատվաստանյութերի մասին, եւ գործող պատվաստանյութերի մասին, եւ պատվաստումների մասին վիճակագրություն կա տեսանյութեր, որտեղ պատմվում է բոլորի համար էլի իմուն բարեկից վերցրած մաչելի ձևով, այո, թե ինչ բան է, հայերեն լեզվով, այո։ Հրաշալի է Այդ ուղղակի։ ամբողջովին հայերեն լեզվով է, նաև ես այսպես ասած այս բանին հիմա սկսում եմ մեծ, ինչպես ասում են անգլերեն, update կամ թարմացում պատրաստում եմ, որի մեջ մտնում է երկարատև COVID-ը, որովհետև դա էլ շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում, որտեղ երկարատև COVID-ը նաև շատ կարևոր է իմանալ, թե ինչ է դա։ Ինչ է օրինակ։ Երկարատև COVID-ը իրենից ներկայացնում է սովորական մենք COVID-ը ինչպես մենք գիտենք, բայց երկարատև COVID-ն ավելի այսպես ասած վտանգավոր իրենից բան է ներկայացնում։ Օրինակ ենթադրենք, եթե սովորական COVID-ից հետո կարելի ասել ոչ մի մնացորդ կարող է չմնալ, երկարատև COVID-ից հետո թե համի կորուստ, օրինակ հենց իմ մայրիկը ունի համի եւ մեկը կողքդ նստած է, հա։ Համի եւ հոտի կորուստ, եւ հենց դա հանդիսանում է պատճառ, որ երկարատև COVID-ի մասին մարդիկ պետք է շատ տեղեկություն ունենան, որպեսզի նա կարողանան պաշտպանվել։ Պատվաստվելը կյանք է փրկում եւ ինչքան շատ մարդիկ պատվաստվեն, արդեն այն 20 թվականը չի, որ ասենք դեռ փորձարկված չի եւ այլն, արդեն անցել է ժամանակ եւ մենք կարող ենք հանգիստ լինել, որ հետևանքներ չկան վտանգավոր։ Այո, որտեվ պատվաստումը արդեն այնքան կարեւոր մաս է դարձել մեր կյանքի, որ առանց պատվաստում արդեն կյանքը շատ վտանգավոր կարող է լինել։ Թե այս սնունդը, օդը, ամեն ինչը եւ պատվաստումը նաեւ օգնում է նրանով, որ մենք պաշտպանվենք բոլոր վատ բաներից աշխարհում եւ դա շատ լավ է, որ հիմա բժշկությունը հասել է այն մակարդակի, որ մենք հեշտությամբ պահենք մի հատ թեթև սենց սրսկոցով լրիվ անցնեն այդ բոլոր վտանգները եւ դա իսկապես հրաշալի է, թե որ նոր տեխնոլոգիաներն են ինտեգրացվում արհեստական ինտելեկտի եւ նույն այս իմ կայք օրինակ, որ ամեն ինչ տանում է այդ ոլորտին, որ արդեն AI-ը այդ որ ամեն ինչը այսպես ասած on-line Քո դեպքում COVID-իկներ, չէ։ Օրինակ մենք եթերում գործակցում ենք ԱԲՕ-ի հետ։ ԱԲՕ-ն արհեստական բանականություն։ Ինքն այդպեսի բանականություն է, այո։ Այստեղ դուք որ սկզբում այդպես պլանավորում էիք եւ ամեն ինչ անում էիք, որ ծրագիրը իրականություն դառնա, արդյոք ձեր մտքով անցնում էր, որ նմանատիպ արդյունքներ են գրանցվելու, կայք է լինելու եւ այլն։ Ճիշտն ասած, կայքի պահով ոչ, բայց ինչը վերաբերվում է տարբեր հետազոտական աշխատանքների, սեփական տարբեր հիվանդություններում լայնածավալ հետազոտությունների, ես ի սկզբանե էլ դա արդեն ընթացքում էլ տեսնում էի, եւ երբ որ մենք ավարտեցինք, անցյալ եթերի ժամանակ էլ նշեցի, իմ համար հիշում եք Լիլիթ, հա, երբ որ միասին էինք ու իրենց դպրոցում էր, երբ որ ավարտեցինք, այդ մոդուլները բոլորը ավարտեցինք, արդեն ամփոփում էինք ու պիտի գնայինք, այդ 30-ից ավել աշակերտներ նստած ու ասեցին զարմացած բոլոր ոնց վերջ ավարտեց այս ծրագիրը եւ հենց այդ նույն պահին մի անգամից մեկ ասցինք ոչ չավարտվեց հիմա էլ սկսելու ենք հետազոտական աշխատանքներ։ Հրաշալի է ուղղակի, կարծում եմ նաև իմուն բարեկը հետաքրքիր փորձառություններ դպրոցում այլ մեթոդաբանությամբ պրակտիկ դաշտ տանելու կրթական իրական կյանք տանել նաև հետո պրակտիկ դաշտ տանել եւ երեխաները տարբեր տեղեր իրենց կողմից մշակված հարցաթերթերով այցելեցին եւ պոլիկլինիկաներ, հիվանդանոց, դեղատններ, գեղեցկության սրահներ, տարբեր թեմատիկ հետազոտություններ արեց, հեպատիտներ, հիշում ջրծաղի, կարմրուկ, COVID, երկարատև COVID-ը մենք շատ հետաքրքիր հետազոտություններ Այսօր ինձ համար երկարատև COVID-ը բացահայտում էր իրականում, երկարատև COVID-ի շրջանակում կաշխատենք մակարի հետ, շատ տեղեկատվություն իրեն կտրամադրենք եւ եթե ունենք արհեստական բանականությունը կկապենք եւ մարդիկ կկարողանան ուրեմն հասանելիություն ունենալ տվյալ կայքի եւ իրենց համար շատ կողմնորոշիչ կլինի, արդյոք իրենց մոտ հնարավոր է դա լինել ըստ սիմպտոմների եւ նաեւ կարող ենք ուղղորդող կանխարգելիչ քայլեր անցնել։ Հարցեր ունեմ Մակարին։ Մակար ջան, այդ երկարատև COVID-ը բուժվող է։ Դե իմ կարծիքով, իհարկե գիտականորեն էլ իհարկե կարելի է դրա մասին շատ խոսալ, բայց ամեն դեպքում
COVID-ի համար դեղեր կարող են լինել, թե այսպես ասած, որոնք մի քիչ կապ ունեն COVID-ի հետ, թե լիովին որ COVID-ի համար ստեղծված, բայց հիմա լավագույն այսպես ասած որոշումը, որ հետո չընկնենք դեղորայք մանգանք եւ այդ պատվաստվելն է, որովհետեւ ինչքան էլ անցնում են տարիները, այսպես ասեմ, նույնիսկ մի վիրուսը կարող է 10 տարի գնամ էլի պատվաստվել, հակառ։ Ամեն դեպքում պատվաստումը կարող է օգնել, որ ես չեմ ասում, որ 100% չեք դուրս, եթե վակվեք շատ թեթև։ Հենց նույնիսկ ես կարծում եմ, որ ավելի լավ է մի անգամ պատվաստվել, քան հետո ամեն օր դեղ խմել։ Չէ, դե պատվաստվել եմ, ուզում եմ հասկանալ դա բավարար է։ Երկաթև COVID-ից դեղեր, այսպես ասած, կարող են թեթև կապ ունենալ, բայց ոչ հատուկ երկաթև COVID-ի համար ստեղծված դեղորայքներ լինել։ Այստեղ փաստորեն գիտելիքը բերում է նաև մտածողության փոփոխության երիտասարդների մոտ ամբողջական։ Ես տեսնում եմ, եւ ինչու ոչ նաև իմ բարեկը հրաշալի տարբերակ է մասնագիտության կողմնորոշման առումով, ճիշտ եմ հասկանում։ Այո, կարծում եմ այո, եւ մեր աշակերտը, Մակարը, կարծում եմ բոլոր աշակերտների կողմից կարող է նշել դրա մասին, իր ընկերների մասին էլ կարող է նշել, բայց հենց ինքը իր մասին արդեն նշեց, որ ինքը կողմնորոշվել է, շատ լավ է, բայց ես կուզեմ նշեմ, որ բազմաթիվ դպրոցներում մոտ 700 աշակերտի հետ ենք աշխատել, շատ զգալի տոկոս, ծրագիրը ավարտելուց հետո 6 մոդուլները, մի քանի հանդիպումից հետո, հատկապես ասեմ ձեզ դաշտային աշխատանքների ժամանակ, հետազոտական աշխատանքների ժամանակ ու այցելություններ, երբ որ կազմակերպեցինք նաև Երևանի պետական բժշկական համալսարան շատ հանդիպումներ բժիշկների հետ ունեցան ու շատ հետաքրքիր տարբեր քննարկումներ ունեցանք, զգալի տոկոս աշակերտների որոշեց, որ իրենք կդառնան իրենց հետագա կյանքում բժիշկ կամ գիտնական բժշկագիտության ոլորտում շատ ունեին աշակերտներ, որ կոնկրետ գիտնական էին ուզում դառնալ, ոչ թե ուղղակի բժիշկ։ Այստեղ ծանոթացրել եք գիտական հետաքրքիր բացահայտումներով լի աշխարհի հետ երեխաներին, ինչը դպրոցում այդքան էլ հնարավոր չէ, եւ թերևս նաեւ դրանով է պայմանավորված, որ երեխաները երբ գնում են որևէ ընտրում են մասնագիտություն, ամբողջական պատկերացում չունեն։ Այս կերպ որ ստացվում է որ պրակտիկ գիտելիքները, երբ գալիս ենք արդեն հետազոտական աշխատանքներ են կատարում, որ հետազոտական աշխատանքն է ամեն շատ զարմացրել քեզ Լիլիթ։ Թեմանն էլի։ Թեմաները շատ բազմաթիվ են եղել, բայց երևի հետազոտական աշխատանքներ, որոնք ներկայացվում են նախագծային աշխատանքների տեսքով, ինձ համար շատ հետաքրքիր է եղել էլի իմունիտետի հետ առնչվող թեմաները, տարբեր վիրուսներ, այնպիսի վիրուսների մասին էին գրել, որ անկեղծ ասեմ, ես լինելով մասնագետ, կենսաբան չէ, եւ լինելով բժիշկների ընտանիքում մեծացած մարդ չէի լսել։ Շատ տարբեր վիրուսների մասին էին խոսում, պատվաստումների հետ կապված շատ հետաքրքիր վիճակագրություն, ուրեմն այնքան են երեխաները ողջևորված եղել այդ process-ի ընթացքում, որ նրանք իրենց դաշտային աշխատանքները, ինչպես նշեց Տիկին Յազյանը, տարբեր բժշկական հաստատություններում տարբեր տեսակի հետազոտություններ անելով, օրինակ մի հատ աշխատանք կար, որտեղ կար վիճակագրություն իրենց ընտրած 5 բժշկական հաստատությունների հետ եւ այդ վիճակագրությունը համատեղել էին ընդհանուր Երևան քաղաքի վիճակագրական տվյալների հետ, այսինքն գնացել էին ուսումնասիրել էին այդ տվյալները համադրել էին գրաֆիկական պատկերով ներկայացրել են եւ հատ իրենք պատմում էին այդ մասին։ Այստեղ նաև հետազոտական աշխատանք եք սովորացնում ճիշտ կատարել, հա։ 9-րդ չէ, 8-րդ, 7-րդ, 8-րդ դասարանի երեխաների մասին ենք խոսում եւ գիտեք, թույլ տվեք այստեղ շատ կարեւորել նաեւ կոնկրետ ինչու եմ ես նորից հիմա խոսելու իմ ու բարեկի մասին, որովհետեւ այս ծրագիրը չէ, որ ես կոնկրետ մեր կրթական հաստատության եւ մեր հետ աշխատող մյուս կրթական հաստատությունների հետ կապված վստահ կարող եմ ասել։ Չէ, որ այս ծրագիրը հնարավորություն տվեց այնպիսի միջազգային գիտաժողովների մասնակցել այս երեխաների, որտեղ որ նրանք ներողություն, եթե չլիներ այս հնարավորությունը, երբևիցե գուցե եւ չհայտնվեին։ Մտքներ նրանք առնչվել են եւ տեսել են այնպիսի բժիշկների խոսքեր, այնպիսի գիտական աշխատությունների են ծանոթացել, այնպիսի միջավայրում են եղել անգլերեն լեզվով, ռուսերեն լեզվով, շնորհիվ նոր աշխարհ են բացահայտել, այո։ Վերջին 2 րոպեն է Տիկին Նիազյան, ես կուզեի նաև խոսեինք եվրոպացի ձեր գործընկերների արձագանքի մասին, որքան զարմացած են
Տպավորված են, իսկ սկզբանե ենք նշեցինք, այցելել էին նաև, հա, նախանցյալ տարի Հայաստան, երբ որ մենք բարեհաջող ավարտեցինք եւ բացեցինք առաջին առողջապահական գրագիտության սենյակը Չեխովի Ամանքի 55 դպրոցում, եթե կհիշեք, այո, շատ տպավորված էին եւ բնականաբար եւ այս ծրագիրը շարունակական է եւ Հայաստանում եւ ինչպես նշեցինք, ընդլայնվում է այլ երկրներում ներդրվելով։ Այո։ Ես հույս ունեմ, որ նաև տարիքային ցենզը կմեծանա եւ ինչու ոչ աշխատավայրերում էլ կլինեն նման վերապատրաստումներ։ Սա զգալիորեն կփոխի բոլորի պատկերացումները, թեպետ երիտասարդն ավելի ճկուն է նորություն վերցնելու առումով իրենք սպունգի պես վերցնում են բոլոր տեղեկությունները, բայց այդուհանդերձ զուգահեռաբար պետք է դա էլ արվի, այո։ Շնորհակալ եմ ձեզ, անչափ շնորհակալ եմ։ Ես գերագույն հաճույք եմ ստանում նմանատիպ ծրագրերի մասին եթերում խոսելուց, որովհետև հասկանում ես, որ մեր թյուր պատկերացումները հոտս են ցնդում, երբ ավելի հստակ տեղեկություններ ենք ստանում, թե մեր իմունային համակարգի, թե մեր առողջության, այսօր Մակարից շատ բան սովորեցի օրինակ ես, եւ դա հիանալի է, երբ տեսնում ես, թե ինչպիսի երիտասարդություն ունենք մենք։ Սա ամենակարևորն է, համամիտեք չէ ինձ հետ։ Շնորհակալ եմ, դե ինչ սիրելի ռադիոլսողներ, եթե լինենք տեղեկացված, կլինենք նաև առողջ, կփորձենք ժամանակին կանխարգելել, այլ ոչ թե հետո ընկնել դռնեդուր եւ փորձել ինչ որ կերպ բուժել երկար մնացած ու տանջալից որևէ խնդիր առողջական։ Հիշեցնեմ, իմուն պարեկի մասին էինք զրուցում, փորձեցինք նաև ամփոփել, մեզ զարմացրեց իմ գործընկերը Մակարը եւ իմ զրուցակիցներն էին Վարդանանց ասպետների դպրոցի կենսաբանության եւ առողջ ապրելակերպի ուսուցիչ Լիլիթ Կարապետյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս Լյուդմիլա Նիազյանը եւ Վարդանանց ասպետների դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մակար Մնացականյանը։ Մնացեք հանրայինի հետ։